Խորհրդանում լրագրողներ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հասարակական նախաձեռնության մասին, որը գործադիրի ղեկավարը հեգնել է, թե գարուն համար հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել։ Սիմոնյանը հիշեցրել է, որ երբ այս գումարման խորհրդանը նորեր ընտրվել, այդ նույն մարդիկ 6 ամսվա կյանք էին կանխատեսում, հետո ԿՊ-ի իշխանության տարբեր ժամկետներ հնչեցնում, դրանց բազում բացատրություններ տրվեցին, սակայն ըստ ազգային ժողովի նախագահի խնդիրն այն է, որ իշխանությունն այնքան բաց է, այնքան ազատ է խոսում ամեն ինչի մասին, որ այդ շահարկումները մեկ օրվա կյանք ունեն, իսկ Փաշինյանի իմպիչմենտի հիմք չի տեսնում։ Ինչ որ մեկի ցանկության, կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել, հա։ Տեղի ունեցել 2021 թվականի ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն։ Այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ ARA-ի հարցումը վերջին որը որ ես տեսել եմ, որ 14% է դարձել։ Ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Մեծամասնություն։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Գիտեք ինչ, դուք էլ 2021 թվականի ընտրություններից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 54% հավաքեց, իսկ Գյումրիում մոտավորապես 60 քանի տոկոսից ավել, ընդամենը 2 ամիս հետո Գյումրիում 20% արդյունք գրանցեց եւ ես խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել Հայաստանի Հանրապետության Գյումրիի ընտրությունը չի կարող համապետական լինել։